Մինչդեռ Պակիստանում Ամերիկան և Իրանը չկարողացան իրար հետ լեզու գտնել և կապել խաղաղության պայմանագիր կամ գոնե համաձայնագիր, Հայաստանում շաբաթվա վերջը բավականին թեժ էր քաղաքական դաշտում։ Չհաշված մարդկային զոհերը, որոնք ոնց որ միշտ հետևում են և ընդառաջ են ընկնում վարչապետի աթոռին սոսնձված անձին, տեղի ունեցավ ուժգու հանրահավաք, որին փորձեցին ծաղրել որոշ հուսապարկեր, չնայած իրենց մոտ չստացվեց։ Իրանք ճվում էին ու ճղում էին իրանց խնդալով և ծաղրելով, ասելով, որ 10-ից 12,000 մաքսիմում մասնակից կա, ինչին պատասխանեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, հայտարարելով, որ հավաքին իրանց հաշվարկով ներկա է եղել 23-ից 24,000 մարդ։ Իսկ պարտության ավտոբուսը, որը մեկնեց մարզեր հերթական անգամ, իր հետ տանելով շարասյուն և իր շարասյունը սպասարկող այլ շարասյուն, անվտանգությունը սպասարկող, ունեցավ այդ շարասյան մեջ նաև մահվան ավտոբուսը, որը մասնակից դառավ վթարի, որը տարավ մարդկային կյանք։ Լավ եղեք, զգույշ եղեք և զգոն եղեք, մի տրվեք քայլառածների մանիպուլյացիաների։